Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ ուժեղ Հայաստան կուսակցության աջակից բլոգեր Օնիկ Հարչյանի հետ։ Բարև ձեզ Օնիկ։ Բարև ձեզ։ Ինչ է այդ քաղաքական բազմակարծության ուժերի այսպես լայն ներկապնակի մեջ հենց որոշել աջակցել ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Ուրեմն միակ քաղաքական ուժն է Սամվել Կարապետյանը իր թիմով, որ ես տեսնում եմ, որ այդ մարդիկ չեն եկել ժողովրդին թալանելու։ Հակառակը Սամվել Կարապետյանը բազմիցս եղել է մեր հայ հասարակ ժողովրդի կողքին, կոնկրետ բարեգործություններ արել, բարեր արա մեծ, թե վեհարանն վերանորոգել, թե Արցախում, որ այսօրվա իշխանության թեթև ձեռքի շնորհիվ նվիրեցինք սկուտերի վրա Ադրբեջանին, թե այնտեղ առաջին հիվանդանոցն է հիմնել, որ նմանը չունեցող է, թե Տաշիր քաղաքում բազմաթիվ այգիներ, տարածքներ բարեկարգել է, թե տարբեր տեղեր ինչքան թվարկեմ, հակը թվարկեմ, ասենք ամբողջ օրը չի հերիքելու, որ ես Սամվել Կարապետյանի արած բոլոր գործերը թվարկեմ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ինքը ընտրվի, այդ բոլոր մարդկանց Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու մյուսներին ինքը բանտ է նստեցնելու, ինչ կասեք։ Էդի ինքը նախ չի ընտրվելու, քանի որ հայ հասարակ ժողովուրդը ռեալ գիտակցում է, որ սա անձերի խնդիր չի, սա ազգի խնդիր է, Կորյուն ջան, որ ստեղ կշռքի մի նժարին դրված է մեր ինքնության, մեր քրիստոնեության, մեր մշակույթի հարցը։ Իսկ ինչը վերաբերվում է, որ ինքը կարա ցանկացած ընդդիմադիր ուժին սպառնա եւ կալանավորի ընտրություններից հետո, ես ասեմ ավելին, թող ինքը իր խմբակի հետ իրանց վեր ու վշտարը պատրաստեն, որովհետեւ իրանց տեղնա լինելու կալանավայրը։ Այնուամենայնիվ ինչ է կարծում, ընդդիմությանը կհաջողվի իշխանապողություն անել ընտրությունների արդյունքներով, ու եթե չլինի, ինչ եք պատրաստվում անել, օրինակ դուք։ Միանշանակ հաղթանակը հայ հասարակ ժողովրդինն է, փոփոխությունները գալիս են, Կորյուն ջան, ուժեղ Հայաստանին ուժեղ ղեկավար է պետք, եւ իմ սեփական դիրքորոշումն է, որ ուժեղ Հայաստանը կարող է այս տիղմի մեջից անել միայն ու միայն Սամվել Կարապետյանը։ Իսկ պլան B ես չունեմ, պլան B ես լինում եմ մեր ժողովրդի կողքին, մեր ժողովուրդը ինչ դիրքորոշում կընդունի, ես այդ դիրքորոշմանը կողմ եմ։ Ձեր քաղաքական ուժին շատ են մեղադրում ընտրակաշառքներ բաժանելու մեջ, ինչ կասեք։ Նիկոլ Փաշինյանը այդ ամեն ինչը կազմակերպում է իրանց վախի մթնոլորտում, ինչպես նաև չմոռանանք, որ այդ նույն վախի մթնոլորտում Սրբազան պայքարի 18 անմեղներին կալանավորեց տերորիստի հոդվածով։ Դա այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի վախերի արդյունքն է, Կորյուն ջան։ Մեր բլոգեր Արտակին, որ կալանավորեցին, Անդրանիկ Թևանյանին, Մայր Հայաստան կուսակցության ղեկավարին, մարդկանց վրա գործեր, ՔՊ-ի կարգախոսն է, գործը կարեն մարդկանց վրա, տանեն կալանավորեն, ուրիշ ոչ մի բան իրանք ունակ չեն։ Որպես քաղաքացի, առաջին փոփոխությունը, որ կուզեիք նոր իշխանություններն անեին, որ իմաստն է, որն է։ Իմ կարծիքով, Կորյուն ջան, բոլոր այս իշխանության բոլոր բացթողումները առաջնային են։ Բոլորն են կարևոր։ Բայց ամենամեծ խնդիրը հիմա որն է։ Ամենամեծ խնդիրը այս իշխանության չարիքը, որ բերել է մեր գլխին, որ սպառնում է պատերազմ, եթե ես չլինեմ սեպտեմբերին կլինի պատերազմ, ամենակարևոր հարցի լուծումը առաջնահերթ իմ կարծիքով հաստատված խաղաղությունն է։ Սամվել Կարապետյանին այս իշխանությունները եւ նրանց կից ինչ որ հանրային գործիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ մեղադրում են Ռուսաստանի ՖՍԲ-ի
գործակալ լինելու մեջ։ Օրինակ դուք հավատում եք այդ մեղադրանքներին։ Իհարկե ոչ, Գոյուն ջան։ Այսօր թե գործակալ կա, թե շպիոն կա, դա Նիկոլ Փաշինյանն է, իր խմբակով։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այս երկրում չկա ոչ մի գաղտնի բան։ Այս երկրում ինչ կա, Նիկոլ Փաշինյանը ու իր խմբակը արդեն փոխացել են մեզ թշնամի պետություններին, որոնց հետ ներկայացին Նիկոլ Փաշինյանը իր խմբակով կզածա այդ պետությունների առաջ։ Ռուսաստանից սպառնալիքներ ասեմ կամ զգուշացումներ կան, որ եթե Հայաստանը շարունակի իր պրոեվրոպական ուղղությունը, ապա Ռուսաստանից կլինեն շատ լուրջ արձագանքներ պատժամիջոցների տեսքով, մասնավորապես գազի գնի վերանայման հետ կապված, նաև Հայաստանից արտահանվող մթերքի շուկայի հետ կապված։ Ինչ է կարծում, մեր քաղաքացիներին լավ օրեր են սպասում, թե այնուամենայնիվ գուցե ինչ-որ նեղություններ կրեն։ Այս իշխանության օրոք հայ հասարակ ժողովուրդը անհնար ապրի լավ օրեր։ Ռուսաստանի Դաշնության այս արգելքները, որ դրված են ներկայային Հայաստանի Հանրապետության առաջ, հիմա արդեն իրան գործի են դրել միջոցները, ծաղկի ոլորտը կոնկրետ տապալված է։ Բանջարեղենը տամոժնուց հետ է գալի։ Սա ոչ թե թշնամանքա հայ ժողովրդին կամ ինչ-որ թշնամություն չկա։ Ուղղակի մեր ծախված իշխանությունը չի կարողանում ոչ մի պետության հետ ճիշտ աշխատի։ Դե հիմա այս իրավիճակից հայ ազգին հանելու համար թող Նիկոլը զանգի Թրամփին ու Մակրոնին, գան այս ծաղիկները առնեն, տանեն ինչ ուզում են անեն։ Գան այս գյուղացու բերքու բարիկները առնեն, տանեն ինչ ուզում են անեն։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը ոնց որ Ալեն Սիմոնյանի հետ կլուբնիկ ուտելու հակում ունի, որ գալիս են հոկտեմբերյանի թևի վրա, անպայման մի լագյան կլուբնիկը դնում են իրանց դեմը, թող գան առնեն խմբակով վայելեն, որ այս ժողովուրդը այս ամեն ինչի տակից դուրս գա։ Մարդիկ Կորյուն ջան, ես այսօր անձամբ ես շփվել եմ գյուղացիների հետ, մարդիկ վարկերի տակ ճռռում են։ Վարկ են վերցրել, ցելոֆան են առել, ջերուցե, ամեն մի ծաղկի քոլը 5000 կա, 1500 դրամ է, որ իրանց վրա է նստում գյուղացու վրա, որ բերում է, դնում է, որ ստանա ծաղիկ դրանից։ Հիմա ծաղիկները շուտով երեկոյան կտեղադրեմ այդ տեսանյութը, ծաղիկները մարդիկ թափում են, ծաղիկները չեն կարողանում քաղել, վաճառ չկա, որովհետև այս իշխանությունը իր տեղում չի։ Առավոտից իրիկուն X-նորի մայկեքը հակել են, խաղաղության կեղծ օրակարգով, ֆեյք խաղաղությունով քարոզում են ժողովրդին, խաղաղություն, տեր կանգնի խաղաղությանը։ Իսկ միջև տեր կանգնի խաղաղությանը ասելուց հասնել դրան, թող մի հատ իրանք թող տեր կայնեն հայ հասարակ ժողովրդին, որ գյուղացին կործանվել է։ Գյուղացին միջոցներ չունի այս վարկերի ու այս տոկոսների տակից դուրս գալու ու ոչ մեկ չի աջակցում։ Գևորգ Պապոյանին մենակ թողես առավոտ Սիրիգուն Նիկոլ Փաշինյանի հետ դուրս գա քարոզարշավի ու փախտի մի հատ ծառի տակ գլուխ պահի ու տենց իրանք փողը ստանան այդ հանտում։ Սաղին անուն են կպցնում, բայց այսօրվա ամենամեծ կոռուպցիոներ խումբը Նիկոլ Փաշինյանի խումբն է, այդ կոռուպցիան դա ընդհանրապես չի վերացել։ Կոռուպցիան կա, ուղղակի տարիքն է բարձրացել։ Շատ լավ, հետևենք process-ներին, ձեր քաղաքական ուժին հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ հարցազրույցի։ Փոփոխությունները գալիս են, ուժեղ Հայաստանին, ուժեղ ղեկավար է պետք։ Մեր քվեաթերթիկն է համար 3-ը, Կորյուն ջան։